միամսյակը սկսվեց, դու կարելի է 11 ամիս դարձնել, այո, շատ հաճելի է ձեր ներկայությունը մեր դահլիճում, այո, կանայք մեր զարդն են, մեր ուրախությունն են, մեր երջանկությունն են, և ով կմտածել, որ մեր շնորհաշատ դաստիարակ այսպես գեղեցիկ Մարտի կապակցությամբ հանդես կներկայացնի մեզ այս հրաշք փոքրիկների մասնակցությամբ, ես շնորհավորում եմ ծնողներին, մաթեմատիկայի հանդեսը բաց դասը լսեցիք, սա էլ մայրենի բաց դաս է, որ ձեր հաստատ իմացեք, որ ձեր երեխաները հուսալի ցերկերում են, դերևս նախակրթարանից հիանալի կերպով երգում են, արտասանում են, պարում են, լավ են զգում և կայացած է մեր նախակրթարանը, շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր Աննային, այս գեղեցիկ հանդեսի համար, հասմիկին, ծնողներին, որոնք օգնել են և ամենակարևորը ցանկանում եմ երջանկություն բոլորիդ, ժպիտ, կենս ուրախություն ու ձեր երեխաների ուրախությունը թող միշտ տեսնեք ու ձեր երեխաները ձեր աշխում թող միշտ ուրախության ժպիտներ տեսնեք շնորհավոր բոլորիդ Մարտի 8-ը ինձ թվում է, որ համայնքի ղեկավարը նույնպես իր խոսքը կասի Գերմելքոյան, որը դատարկած եղել չի եկել, ինչպես ընդունված է, հանգարժեք նվերներով, որը շատ հաճելի է։ Հաճելի համահիվացիներ, ուսուցիչներ, մայրեր, քույրեր, ես միանում եմ երկօրյանի շնորհավորանքներին, շնորհավորում եմ բոլորի տոնը, ցանկանում եմ առողջություն, երջանկություն, միշտ ժպիտ, հույսով, հավատով լի եղեք։ Մենք էլ ձեզնով հպարտանանք, ուրախանանք, շնորհավոր բոլորի տոնը։ Բոլոր ծնողների կողմից, շնորհավորում բոլոր մայրերին, քույրերին, միանում ձեր բարեմաղթանքներին և մի փոքր նվեր Աննային։ Շատ հաճելի է։ Միանում եմ շնորհավորանքներին, ճիշտ է մենք այսօր առանձնացրեցինք կոնկրետ մայրիկ թեման և միայն մայրերին ուղղեցինք մեր շնորհավորանքները, բայց չմոռանանք, որ կանանց միջազգային տոնն է Մարտի 8-ը և մի ամսյակը կանանց է վերաբերում, շնորհավորում եմ բոլորին, մեր մանկավարժներին, մայրիկներին, քույրերին, տատիկներին, բոլորին և թող մեր մայրերը, քանի որ մայր կոչումը բոլորին է տրված, թող միշտ արևի պես շպտան և կանանց աղետների նման միշտ ուրավեցին և մեր փոքրիկները իրենց նվերները կտխում մայրիկներին։